եւ այնուամենայնիվ մի արձանագրում պետք է անենք։ Բոլոր այն կոչերը, որոնք որ միտված էին նրան, որ Երևանի քաղաքապետարանի եկամուտները նվազեցվեն, մասնավորապես տրանսպորտի ոլորտում։ Սիրելիներս, դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին եւ օրինակի համար եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես չկարողանա անընդհատ այս ծավալը սպասարկի եւ հետեւապես կրկին անգամ եւ ուզում եմ հատուկ շեշտել եւ այստեղ որևէ տենց երկրորդ կարծիք չկա, այո պետք է լինի տուգանք, այո հարային տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Երևանի քաղաքապետարանը կամ Երևան քաղաքը միակը չեն աշխարհում, որ ունեն նմանատիպ խնդիր։ Այսինքն դա կա Փարիզում, դա կա Լոնդոնում, դա կա եւ կներեք ամենայն հարգանքով նորից այդ բոյկոտի շղարշի ներքո ուղակի կոծկելը անպատասխանատվությունը ես տենց չեմ ընդունում։ Դա անպատասխանատվություն է քաղաքապետարանի նկատմամբ, սեփական քաղաքի, սեփական քաղաքում ունեցած հանրային տրանսպորտի նկատմամբ, Երևան քաղաքում գազել չկա։ Երևան քաղաքում կան բարձրակարգ ավտոբուսներ, որոնք որ երթևեկում են ամբողջ քաղաքով եւ էականորեն ցանցը ընդլայնվել է, եւ Երևան քաղաքում համապատասխան սպասարկման համար կա համապատասխան վճար։ Մի վճար, հարգելի գործընկերներ, որը մոտավորապես հələ 10-11 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը ուզում էր ներդներ նախկին գազելների համար։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ դա նույնպես շատ է, Ժորժ ջան, ենթադրում եմ, այդ ենթադրություններով կարելի է վերադառնալ, կարող ենք վերադառնալ նախկին գազելների համակարգին։ Որովհետև եթե մենք չենք ուզում, որ տրանսպորտի որակը փոխվի, հա, տենց կարանք մաշացնենք մինչև վերջ, որևէ բան չվերանայենք ու այո, կունենանք այն ինչ որ ունեցել ենք մոտ 30 տարի։ Եթե ուզում ենք մեր կյանքում որևէ բան փոխվի, այդ փոխվելու համար նաև համապատասխան միջոցներ են պետք։ Որոշ չափով բոլորը պետք է մասնակից լինեն այդ փոփոխությանը։ Եվ սա նորմալ տրամաբանություն է։ Եվ այո, ժամանակ առ ժամանակ հարգելիներս որոշ ծառայությունների վճարներ պետքա վերանայվեն, ինչքան էլ որ դա հաճելի չի։ Բայց կներեք 40 տարվա ընթացքում, ասենք, մի անգամ չպետք է վերանայվեն, երբ որ ամբողջ տրանսպորտային համակարգը փոխվում է։ Ես կարծում եմ, որ դա շատ տրամաբանական փոփոխություն է, որ տեղի է ունեցել, եւ ազգային ժողովի մեր գործընկերների հետ, պարոն Գրիգորյան, խնդրում եմ ինտենսիվ աշխատել եւ նրանց խնդրել, որ մաքսիմալ ամենաարագ ընթացակարգով բոլոր օրենքներում փոփոխությունները տեղի ունենան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։